Ապաստանի դիմում, բայց առանց հարցազրույցի, Միացյալ Նահանգներում փոխվում է համակարգը եւ հազարավոր դիմումների ճանապարհը կարող է միանգամից հասնել դատարան։ Հավիձուն կրկին հայտնվել է կասկածի տակ, վարակն արդեն տարածվել է տասնյակ նահանգներում, որ խմբաքանակներն է, որ պետք է անհապաղ դեն նետել։ 8 հոգանոց ընտանիք, 1 տուն եւ ոչ մի փրկված, ինչ են պարզել քննիչները ցնցող ողբերգությունից հետո։ Շոկից փախան դեպի օվկիանոս, բայց հազարավորները հայտնվեցին փրկարարների ձեռքերում, ինչու են ալիքներն այս օրերին ավելի վտանգավոր, քան շոկը։ Ամեն ավտոմեքենա, ամեն համարանիշ, ամեն անցում, Միացյալ Նահանգներում մեծ վեճ է սկսվել, արդյոք անվտանգությունն արդեն չափազանց թանկ գին է պահանջում։ Իրանը բանակցություններ է խնդրել, Թրամփի նոր հայտարարությունը կրկին փոխել է ուշադրության կենտրոնը, ինչ է սպասվում առաջիկա օրերին։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները առաջիկա րոպեներին։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մեզ մշտապես աջակցելու համար, Լիրիդա մեկնաբանություններ գրելով, ալիքին բաժանորդագրվելով, թե ուղղակի լայքելով մեր տեսանյութերը։ Այսօր հուլիսի 27-ն է, օրը երկուշաբթի եւ աշխատանքային շաբաթը նաեւ մեկնարկում ենք մենք ու սկսենք Գլենդելից։ Գլենդելում պաշտոնապես երդվել է քաղաքի 21-րդ ոստիկանապետը Ռոբերտ Վիլյամը, որը նաեւ պատմության առաջին հայ ազգի ոստիկանապետն է։ Արարողությանը մասնակցեցին քաղաքի ղեկավարությունը, իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ եւ հարյուրավոր բնակիչներ։ Քաղաքային ղեկավարությունը շեշտեց, որ Ռոբերտ Վիլյամը շուրջ 4 դար առաջ իր ճանապարհը սկսել է որպես ոստիկանության կուրսանտ, այնուհետև ծառայել է գրեթե բոլոր ստորաբաժանումներում, միջև ժամանակավոր, ապա արդեն պաշտոնական ոստիկանապետի նշանակումը։ Նշվեց նաեւ, որ նա ծնվել ու մեծացել է հենց Գլենդելում եւ լավ է ճանաչում համայնքի խնդիրներն ու արժեքները։ Երդման արարողությունից հետո Ռոբերտ Վիլյամը դիմեց ներկաներին։ Նա պատմեց, որ մանկությունն անցկացրել է Գլենդելի հարավային հատվածում, հեծանի վարելով քաղաքի փողոցներով, խաղալով դպրոցների բակերում եւ երբեք չպատկերացնելով, որ մի օր հենց ինքը կղեկավարի քաղաքի ոստիկանությունը։ Սակայն ելույթի ամենահուզիչ պահը եղավ, երբ նա սկսեց շնորհակալություն հայտնել իր ընտանիքին։ Խոսելով ծնողների, կնոջ եւ երեխաների մասին, նոր ոստիկանապետը հուզվեց, մի պահ ընդհատեց խոսքը եւ հազիվ զսպեց արցունքները։ Նա նշեց, որ այս նշանակումը շատ ավելի մեծ պատասխանատվության սկիզբն է, իսկ ընտանիքի աջակցությունը եղել է իր ամենամեծ ուժը ծառայության բոլոր տարիներին։ My friends, Mom John, Pop John. Thank you for being here to share this moment with me. I don't know what's going on. Վիլյամը նաև շնորհակալություն հայտնեց ոստիկանության իր գործընկերներին, ընդգծելով, որ գերատեսչության ամենամեծ ուժը ոչ թե տեխնիկան կամ շենքն է, այլ մարդիկ, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքը համայնքի անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խոսքով, որպես ոստիկանապետ, իր առաջին պարտականությունն է աջակցել հենց իր ծառայակիցներին եւ ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք հաջողությամբ կատարեն իրենց աշխատանքը։ Ավարտելով խոսքը, Վիլյամը ներկայացրեց իր գլխավոր տեսլականը՝ պաշտպանել Գլենդելը, պահպանել վստահությունը եւ առավելագույնս օգտագործել ներուժը։ Նա ասաց, որ ցանկանում է ապագա սերնդի համար թողնել ավելի ուժեղ ոստիկանություն, քան ստացել է ինքը, որպեսզի վաղը եւս մեկ երիտասարդ, ինչպես ինքը ժամանակին, հնարավորություն ունենա ծառայել եւ առաջնորդել իր քաղաքը։ Ներքին անվտանգության նախարարությունը փոխել է Ապաստանի դիմումների քննության կարգի մի մասը, հայտարարելով, որ փոփոխության նպատակն է կրճատել տարիներ շարունակ կուտակված գործերի հերթը։ Մինչ այժմ այն անձինք, ովքեր Ապաստանի դիմում էին ներկայացրել քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությանը USCIS-ին, սովորաբար նախ հրավիրում էին հարցազրույցի։ Դրանից հետո, եթե գործը չէր հաստատվում, այն փոխանցվում էր ներգաղթի դատարան, որտեղ դիմումը կրկին քննվում էր։ Փաստորեն շատ դեպքերում դիմորդը հնարավորություն էր ստանում իր գործը ներկայացնել երկու տարբեր փուլերում։ Նոր կանոնով USCIS-ը որոշ դեպքերում կարող է Ապաստանի դիմումն անմիջապես փոխանցել ներգաղթի դատարան առանց նախնական հարցազրույց անցկացնելու։ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով այս փոփոխությունը կօգնի Ապաստանի հարցերով աշխատող պաշտոնյաներին ավելի արագ մշակել դիմումները եւ կրճատել հազարավոր կուտակված գործերի հերթը։ Իշխանությունները շեշտում են, որ փոփոխությունն ուժի մեջ է մտել անմիջապես։ Միաժամանակ USCIS-ը շարունակում է ընդունել հանրության մեկնաբանությունները, որոնք կքննարկվեն մինչև կանոնի վերջնական հաստատումը։ Փոփոխությունը վերաբերում է Ապաստանի դիմումների ընթացակարգին եւ չի նշանակում, որ դիմորդները զրկվում են իրենց գործը ներկայացնել ներգաղթի դատավորի առջև իրենց իրավունքից։ Այն փոխում է միայն այն փուլը, թե երբ եւ ինչ պայմաններում է գործը փոխանցվում ներգաղթի դատարան։
Սալմոնելայի բռնկումը շարունակում է ընդլայնվել։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի CDC-ի տվյալներով առաքման դեպքեր են գրանցվել 17 նահանգում, իսկ հիվանդների թիվը հասել է 98-ի։ Առնվազն 26 մարդ հոսպիտալացվել է։ Հիվանդների տարիքը տատանվում է 1 տարեկանից փոքր երեխայից մինչև 81 տարեկան։ Մահվան դեպքեր առայժմ չեն արձանագրվել։ Բռնկումը կապվում է նախորդ շաբաթ հետ կանչված մոտ 1.6 միլիոն տուփ ձվի հետ, որոնք արտադրվել էին Թեքսասում սալմոնելայով հնարավոր վարակման կասկածի պատճառով։ Այդ ձվերը վաճառվել էին մի շարք նահանգներում խոշոր առևտրային ցանցերի միջոցով։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Թեքսասում 73-ն է, սակայն վարակվածներ են հայտնաբերվել նաև Արիզոնայում, Լուիզիանայում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Միչիգանում և ևս մի շարք նահանգներում։ Սննդամթերքի և դեղերի վարչությունը FDA-ը նշում է, որ հետ կանչված ձվերը չեն բացատրում բռնկման բոլոր դեպքերը։ Գերատեսչությունը շարունակում է հետաքննությունը պարզելու, թե արդյոք կան նաև վարակման այլ աղբյուրներ։ Սալմոնելան սովորաբար առաջացնում է փորլուծություն, ջերմություն և որովայնի ցավեր։ Ախտանիշները կարող են ի հայտ գալ վարակվելուց 6 ժամից մինչև 6 օր անց։ Շատերն ապաքինվում են առանց բուժման, սակայն փոքր երեխաների, տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ և պահանջել հոսպիտալացում։ Մասնագետները խորհուրդ են տալիս, եթե ձեր տանը կան հետ կանչված խմբաքանակին պատկանող ձվեր, չօգտագործել դրանք և վերադարձնել կամ դեն նետել։ Միչիգանում 8 անդամից բաղկացած ընտանիք է մահացել, իսկ դեպքը քննվում է որպես սպանություն ինքնասպանություն։ Grand Haven Township քաղաքի բնակելի տանը հրդեհ էր բռնկվել ու այն մարելու ընթացքում հրշեջները հայտնաբերել են 8D։ Քննության համաձայն 47-ամյա Քրիստոֆեր Կարոլկևիչը նախ հրազենով սպանել է իր 39-ամյա կնոջը Ամանդա Կարոլկևիչին, ինչպես նաև նրանց 6 երեխաներին, որոնց տարիքը եղել է 5-ից 15 տարեկան։ Այնուհետև նա կրակել է ինքն իրեն։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ ընտանիքի բոլոր անդամները մահացել են հրազենային վնասվածքներից։ Ոստիկանության տվյալներով հրդեհը ամենայն հավանականությամբ դիտավորյալ է բռնկվել տան մի քանի հատվածներում։ Հրդեհի հետևանքով սատկել էին նաև տնային կենդանիները։ Տեղի դպրոցական շրջանը հայտնել է, որ զոհված երեխաների դասընկերների, ուսուցիչների և համայնքի անդամների համար կտրամադրվի հոգեբանական աջակցություն, իսկ բնակիչները շարունակում են հարգանքի տուրք մատուցել ընտանիքի հիշատակին, նշելով, որ տեղի ունեցած ողբերգությունը խորապես ցնցել է ամբողջ համայնքը։ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում անցկացվող Bite of Seattle սննդի ամենամյա փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, առնվազն 4-ը վիրավորվել, իսկ կասկածյալներից մեկը, ըստ իշխանությունների, ընդամենը 15 տարեկան է։ Սիեթլի քաղաքապետ Քեթի Ուիլսոնը հայտնել է, որ կասկածյալը գտնվում է անչափահասների կալանավայրում։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի մասնակցել է առնվազն 3 զինված անձ։ Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն հրաձգությանը մասնակցել են ձերբակալված 15-ամյա կասկածյալը, նրա ծանոթներից մեկը, որը սպանվել է դեպքի վայրում, ինչպես նաև առնվազն 1 այլ դեռահաս չբացահայտված կասկածյալ։ Հրաձգության ժամանակ պատահական այցելուներ են հայտնվել կրակի գոտում, տեղում զոհվել են 19 և 44 տարեկան 2 տղամարդ, իսկ 56-ամյա կինը մահացել է հիվանդանոցում։ Վիրավորների թվում է նաև երկամյա մի տղա, որի վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս 3 տուժածները 23 և 27 տարեկան տղամարդիկ և 39-ամյա կինը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան փառատոնի ավարտից քիչ առաջ։ Դեպքի պահին տարածքում ծառայություն էին իրականացնում տասնյակ ոստիկաններ, որոնցից մի քանիսը տեսել են կասկածյալներից մեկին կրակելիս։ Դրանից հետո ոստիկանությունը տարհանել է տարածքը, խուզարկել նաև տեղում գտնվող IMAX կինոթատրոնը, ենթադրելով, որ երկրորդ կամ երրորդ կասկածյալը կարող էր այնտեղ թաքնված լինել։ Bite of the Seattle փառատոնը անցկացվում է 1982 թվականից և ամեն տարի մեկտեղում է շուրջ 350,000 այցելուի։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, պարզելու հրաձգության բոլոր հանգամանքներն ու հնարավոր շարժառիթը։ Շոկի մեծ ալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ հանգստյան օրերին այցելել են Լոս Անջելես շրջանի տարբեր լողափեր, ինչի հետևանքով փրկարարները ստիպված են եղել իրականացնել ավելի քան 1500 փրկարարական գործողություն։ Լոս Անջելես շրջանի հրշեջ ծառայության փրկարարական բաժնի տվյալներով շաբաթ և կիրակի օրերին 517 մարդ նաև բժշկական օգնության կարիք է ունեցել։ Մահվան դեպքեր բարեբախտաբար չեն գրանցվել։ Մասնագետների խոսքով փրկարարական գործողությունները պայմանավորված է ոչ միայն շոկով, այլև օվկիանոսում առաջացած ուժեղ ալիքներով և հատկապես հետադարձ հոսանքներով, որոնք կարող են լողորդներին վայրկյանների ընթացքում հեռացնել ափից։ Փրկարարները կոչ են անում ջուրը մտնելուց առաջ անպայման խորհրդակցել հերթապահ փրկարարի հետ, հետևել նրանց ցուցումներին։ Եթե մարդը հայտնվում է հետադարձ հոսանքի մեջ, մասնագետները խորհուրդ են տալիս չպայքարել հոսանքին դեմ, փոխարենը պետք է լողալ ափին զուգահեռ, մինչև դուրս գաք հոսանքից, այնուհետև անկյան տակ վերադառնալ դեպի ափ։ Իսկ եթե դա չի հաջողվում, անհրաժեշտ է մնալ ջրի մակերեսին և օգնության ազդանշան տալ։
Թողարկման երկրորդ հատվածում ոչ պակաս կարևոր լուրեր են, այնպես որ մնացեք մեզ հետ իմանալու այն ամենը, որը կատարվում է եւ Միացյալ Նահանգներում եւ նրա սահմաններից դուրս։ Սակայն մինչև այդ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջ Vivaldi Catering-ին։ Միշտ էլ կարևոր արժեք է եղել հայկական օջախում հյուրընկալություն, իսկ այսօր այն նաև կարող է լինել առանց ժամեր շարունակ խոհանոցում անցկացնելու։ Vivaldi Catering-ը կհոգա լավագույն հյուրասիրության մասը, իսկ դուք պարզապես ժամանակ անցկացնեք ձեր ընտանիքի հարազատների եւ հյուրերի հետ։ Եթե պատվեր կատարելիս էլ նշեք, որ Vivaldi Catering-ի մասին իմացել եք Արմեդիայից, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք կատարել ինչպես առցանց, այնպես էլ զանգահարելով 707 771 77 71 հեռախոսահամարով։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։ Միացյալ Նահանգներում շարունակվում են քննարկումները ավտոմեքենաների համարանիշները կարդացող տեսախցիկների ALPR համակարգերի շուրջ, որոնք լայնորեն վերջին տարիներին տեղադրվել են երկրի տարբեր քաղաքներում։ Այս համակարգերը ավտոմատ լուսանկարում եւ գրանցում են ճանապարհով անցնող յուրաքանչյուր մեքենայի համարանիշը, ինչպես նաեւ արտաքին առանձնահատկությունները, ներառյալ վնասվածքները, կպչուն պիտակները, տանիքի լրացուցիչ սարքավորումները։ Հավաքված տվյալները փոխանցվում են իրավապահ մարմիններին, իսկ որոշ դեպքերում նաև այլ կազմակերպությունների, այդ թվում բիզնեսներին, դպրոցներին եւ բնակելի թաղամասերի միություններին։ Այս ոլորտում ամենախոշոր ընկերություններից մեկը FlockSafety-ն հայտնվել է քննադատության կենտրոնում։ Քաղաքացիական ազատությունների պաշտպանները պնդում են, որ նման համակարգերը վերածվում են զանգվածային հսկողության գործիքի եւ խախտում են քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Կենտակիից հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկվում է դադարեցնել դաշնային ֆինանսավորումը այն տեղական իշխանություններին եւ ոստիկանական նաեւ բաժիններին, որոնք օգտագործում են նման տեսախցիկներ։ Նրա խոսքով նախաձեռնության նպատակն է ամրապնդել Միացյալ Նահանգներում սահմանադրության 4-րդ ուղման պաշտպանությունը անհիմն խուզարկություններից եւ պետական հսկողությունից։ Ըստ ակտիվիստների, FlockSafety-ի ցանցն արդեն ներառում է մոտ 90,000 տեսախցիկ եւ համագործակցում է ավելի քան 5,000 իրավապահ մարմնի հետ ամբողջ երկրում։ Քննադատները նշում են, որ ամենամիս միլիարդավոր համարանիշների տվյալներ են հավաքվում եւ փոխանցվում տարբեր իրավապահ կառույցների։ Մինչդեռ ընկերությունը պնդում է, որ տեխնոլոգիան կարևոր դեր ունի հանցագործությունների բացահայտման, գողացված մեքենաների հայտնաբերման, կասկածյալների որոնման եւ անհետ կորած երեխաների որոնման գործում։ FlockSafety-ի տվյալներով համակարգն աջակցել է ավելի քան 1 միլիոն հետաքննության, նպաստել է գործընկեր իրավապահ մարմինների կողմից բացահայտված գործերի շուրջ 20%-ի լուծմանը եւ օգնել է գտնել ավելի քան 10,000 անհետ կորած մարդու։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ առաջարկվող օրինագիծը կարող է բացասաբար ազդել հանրային անվտանգության վրա, ընդգծելով, որ իրենց կարծիքով հնարավոր է միաժամանակ պաշտպանել ինչպես քաղաքացիների անձնական կյանքը, այնպես էլ իրավապահ մարմիններին տրամադրել հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտ տեխնոլոգիական գործիքները։ Լոս Անջելեսում շարունակվում է D4VD-ի նույն ինքը Դեվիդ Բրքի նախնական դատական լսումը, որի ընթացքում դատախազությունը ներկայացրել է 14-ամյա Սելեստե Ռիվաս Հեռնանդեսի կյանքի վերջին ժամերի մանրամասները։ Դատարանում ներկայացված հաղորդագրությունների համաձայն 2025 թվականի ապրիլի 23-ի առավոտյան աղջիկը Ուբերով մեկնել է Հոլիվուդում գտնվող Բրքի տուն։ Տուն հասնելուց անմիջապես առաջ նա երգիչին ուղարկել է վերջին հաղորդագրությունը, տեղեկացնելով, որ արդեն հասնում է, խնդրելով դուռը բացել։ Դրանից հետո նրա հեռախոսից այլևս որևէ հաղորդագրություն կամ զանգ չի գրանցվել։ Դատախազության վարկածով դրանից հետո աղջիկը մտել է տուն, որտեղ Դեվիդ Բրքը սպանել է նրան դանակի հարվածներով։ Լսումների ընթացքում ներկայացվել են նաև նրանց նախորդ օրվա հաղորդագրությունները, որոնցից երևում է, որ երկուսի միջև լարված վիճաբանություն է տեղի ունեցել երգիչի անձնական հարաբերությունների շուրջ։ Ըստ դատախազության աղջիկը սպառնացել էր վնասել նրա հեղինակությանը եւ կարիերային։ Մյուս կողմից պաշտպանական կողմը նշել է, որ որևէ ականատես կամ տեսահսկման տեսագրություն չկա, որը կհաստատի, թե աղջիկը իսկապես մտել է տուն կամ որ Բրքը եղել է այնտեղ այն ժամանակ, երբ ըստ մեղադրանքի կատարվել է սպանությունը։ Փաստաբանները նաև դատարանին ներկայացրել են այլ հաղորդագրություններ, որոնցում ըստ նրանց հենց աղջիկն էր բազմիցս պահանջում հանդիպել Բրքի հետ, իսկ վերջինս համաձայնել էր միայն նրա բազմաթիվ խնդրանքներից հետո։ Պաշտպանական կողմի հարցերին պատասխանելով Լոս Անջելեսի ոստիկանության քննիչը հայտնել է նաև, որ երկու ընտանիքներն էլ տեղյակ էին նրանց հարաբերությունների մասին։ Նրա խոսքով Բրքը նույնիսկ հաճախել էր աղջկա ընտանիքի հետ եկեղեցի, իսկ ծնողները նախկինում թույլատրել էին, որ աղջիկը մեկ շաբաթով նրա հետ մեկնի Լոնդոն։ Քննիչը նաև նշել է, որ հարաբերությունների սկզբում աղջիկը Բրքին ներկայացել էր որպես 16, ապա նաև 18 տարեկան։
Դատախազությունը շարունակում է պնդել, որ սպանությունից հետո բրգը փորձել է կոծկել հանցագործությունը, աղջկա հեռախոսին հաղորդագրություններ ուղարկելով իբրև չիմանալով նրա գտնվելու վայրը։ Նախնական լսումները գրեթե ավարտվել են եւ այժմ դատավորը պետք է որոշի, արդյոք ներկայացված ապացույցները բավարար են Դեվիդ Բրգի գործը սպանության, մինչև 14 տարեկան երեխայի նկատմամբ սեռական բռնության եւ մարմնի անդամահատման մեղադրանքներով հիմնական դատաքննության ուղարկելու համար։ Շարունակենք Մերձավոր Արևելքում եւ իհարկե Միացյալ Նահանգների հետ կապ ունեցող իրադարձություններով։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր զրուցելով Air Force One-ում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչների հետ հայտնել է, որ Իրանը բանակցություններ է խնդրել Միացյալ Նահանգներից։ Նախագահը նշել է, որ Իրանի ռազմական ներուժը իր գնահատմամբ զգալիորեն թուլացել է եւ հենց դրա արդյունքում պաշտոնական Թեհրանը դիմել է բանակցությունների առաջարկով։ Նրա խոսքով, եթե Միացյալ Նահանգների գործողությունները չլինեին, Իրանը չէր համաձայնի հանդիպման։ Նախագահ Թրամփը նաեւ հայտնել է, որ բանակցությունները նախատեսված են մոտորերս եւ իր կարծիքով կա համաձայնության հասնելու իրական հնարավորություն։ Սակայն նա նաև զգուշացրել է, որ եթե բանակցությունները արդյունք չտան, Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ նախկին գործողություններին։ Թրամփը նաև անդրադարձել է Իրանի շուրջ Իսրայելի հետ համագործակցությանը, նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ իրենց դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են, թե որոշ հարցերում կան փոքր տարաձայնություններ։ Խոսելով Միացյալ Նահանգների զինված ուժերի պատրաստվածության մասին, նախագահը վստահեցրել է, որ երկիրը բավարար քանակությամբ զինամթերք ունի։ Նա միաժամանակ քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին, պնդելով, որ Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը նվազեցրել էր ամերիկյան պաշարները, որոնք այժմ արագ տեմպերով վերականգնվում են։ Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանի սառեցված ակտիվները մնան Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, այդ միջոցները կարող են օգտագործվել նավերի եւ այլ վնասների փոխհատուցման համար, որոնք ըստ նրա պատճառվել են Իրանի գործողությունների հետևանքով։ Չնայած որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունները դադարել են, տարածաշրջանային հակամարտությունը շարունակվում է ընդլայնվել, ներգրավելով նոր դերակատարների։ Սպիտակտան ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ նախընտրում է դիվանագիտական ճանապարհը, ժամանակավորապես դադարեցնելով հարվածների եւ հնարավորություն տալով բանակցությունների։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնն ընդգծում է, որ ամերիկյան լրացուցիչ ռազմական ուժերը շարունակում են տեղակայվել տարածաշրջանում, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ են գործել։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ սահմանված ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջությամբ գործել։ Ռազմածովային ուժերը նաև հրապարակել են տեսանյութ, որտեղ իրենց պնդմամբ ցուցադրվում է նավ, որը փորձել էր խախտել այդ շրջափակումը եւ կանգնեցվել է ամերիկյան ուժերի կողմից։ Թեև Իրանի կողմից հարևան երկրների ուղղությամբ նոր հարձակումների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, լարվածությունը տեղափոխվել է այլ ուղղություններ։ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտներին եւ հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ ծովային ամբողջական շրջափակման մասին, ինչը կարող է նոր սպառնալիքներ ստեղծել համաշխարհային էներգակիրների մատակարարման համար։ Ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող Եմենի կառավարական ուժերը հարվածներ են հասցրել հութիների դիրքերին։ Իրանը պնդում է, որ Կասպի ծովում իրանական առևտրային նավի դեմ ուկրաինական հարձակում է տեղի ունեցել եւ պայթյունի հետևանքով զոհվել է նավի անձնակազմի 1 անդամ։ Այս հայտարարությունը հնչել է նաև այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Իրանին արբանյակային հետախուզական տվյալներ փոխանցելու մեջ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցման նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ հրաժարվել է Իրանի դեմ հարվածներն ընդլայնելու ծրագրից։ Ըստ հրապարակումների նախագահի խորհրդականները մտահոգություն են հայտնել, որ ռազմական գործողությունների շարունակումը կարող է սպառել Միացյալ Նահանգների պաշտպանական սպառազինության պաշարների մի մասը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ֆոնին միջազգային շուկայում նավթի գները նվազել են։ Երկուշաբթի առավոտյան Brent տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց ընկել է $90, իսկ ամերիկյան WTI նավթը նվազել է $6, վաճառվելով արդեն $83։ Շուկան դրական է արձագանքել այն տեղեկություններին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները, հնարավորություն տալով դիվանագիտական բանակցությունների։ Սակայն իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ։ Վերջին ռազմական գործողությունների հետևանքով խաթարվել է նավթի փոխադրումը Հորմուզի նեղուցով, իսկ խնդիրները տարածվել են նաև Կարմիր ծով, որտեղ վտանգվել են Սաուդյան Արաբիայից Ասիան նավթի մատակարարումները Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Պատերազմի նախարարությունը հատուկ պարգևատրման արարողություն է անցկացրել մեծարելով զինծառայողներին, որոնք մասնակցել են Միացյալ Նահանգների հարավարևմտյան սահմանի պահպանության գործողություններին։ Նախարար Պիթ Հեգսթեդը հայտարարել է, որ սահմանային անվտանգության ոլորտում հաջողության գլխավոր պատճառը նոր ղեկավարությունն ու նոր առաջնահերթություններն են։ Նրա խոսքով զինվորականներին տրված նոր լիազորություններն ու ռազմական հնարավորությունները թույլ են տալիս հասնել հարավարևմտյան սահմանի լիարժեք վերահսկողությանը։ Հեգսթեդը նաև պնդել է, որ արդեն ավելի քան 1 տարի սահմանը գործնականում ապօրինի հատումներ չի գրանցում։
Արարողության ընթացքում պատերազմի նախարարը հայտարարել է, որ վերականգնվել է 1918 թվականին հիմնադրված մեքսիկական սահմանի պաշտպանության մեդալը, որով պարգևատրվել են սահմանային առաքելությանը մասնակցած զինծառայողները։ Նրա խոսքով այս մեդալը խորհրդանշում է, որ ներկայիս զինվորականները շարունակում են Միացյալ Նահանգների սահմանները պաշտպանած նախորդ սերունդների ավանդույթը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Սպիտակ տան ներքին անվտանգության հարցերով խորհրդական Ստիվ Միլլերը, որը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին իսկ օրից հարավային սահմանի անվտանգությունը դարձել է վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը։ Նրա խոսքով սահմանային անվտանգության քաղաքականությունը կտրուկ փոխվել է ընդամենը 1 օրվա ընթացքում։ Վերջում տեղափոխվենք Նյու Յորք, քաղաքապետ Զորան Մամդանին ներկայացրել է նոր ծրագիր, որի շրջանակում քաղաքում նախատեսվում է բացել քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող մթերային խանութներ բնակիչներին ավելի մատչելի գներով սնունդ ապահովելու համար։ Քաղաքապետի խոսքով այդ խանութներում մրգերը, բանջարեղենը, միսը եւ առաջին անհրաժեշտության բազմաթիվ մթերքներ կվաճառվեն շուրջ 30%-ով ավելի էժան, ինչը պետք է օգնի մեղմել սննդամթերքի բարձր գների ազդեցությունը երկրի ամենաթանկ քաղաքներից մեկում։ Ծրագրի համաձայն Նյու Յորքի 5 վարչական շրջաններից յուրաքանչյուրում կբացվի 1 խանութ։ Առաջինը նախատեսվում են բացել 2027 թվականի վերջում Բրոնքսում, իսկ մնացած 4-ը մինչև քաղաքապետի առաջին պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ արդեն սկսել է մասնավոր օպերատորների ընտրության գործընթացը, որոնք կզբաղվեն խանութների ամենօրյա գործունեությամբ։ Քաղաքը կտրամադրի տարածքները, կվճարի դրանց վարձակալության եւ գույքահարկի ծախսերը։ Մամդանին ընդգծել է, որ ծրագիրը նպատակ չունի վնասել մասնավոր բիզնեսներին։ Նրա խոսքով քաղաքայի խանութներում չեն վաճառվի պատրաստի տակուտեսներ, գարեջուր, ծխախոտ եւ այլ բարձր շահութաբեր ապրանքներ։ Սակայն նախաձեռնությունն արդեն քննադատության է արժանացել։ Որոշ փոքր մթերային խանութների սեփականատերեր մտավախություն են հայտնել, որ չեն կարողանա մրցակցել քաղաքապետարանի կողմից սուբսիդավորվող ավելի ցածր գներով վաճառվող մթերքների հետ։ Իր հերթին քաղաքապետը վստահեցրել է, որ ծրագրի հիմնական նպատակը ոչ թե մասնավոր խանութների հետ մրցակցելն է, այլ Նյու Յորքի բնակիչներին երաշխավորված ավելի մատչելի սննդամթերք ապահովելը։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, վերջում նշեմ միայն, որ սա մեր վերջին աշխատանքային շաբաթն է երկշաբաթյա արձակուրդից առաջ, այնպես որ հասցրեք այս մեկ շաբաթվա ընթացքում բաժանորդագրվել ալիքին, եթե դա դեռևս չեք արել։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։